Իրավապահները աչք են փակում գողության դեպքերի վրա։ Smokehouse ընկերության 6 խանութներից տարբեր ժամանակահատվածներում նույն անձը գողություն է կատարում, պատճառելով տնտեսվարողին 15 միլիոն դրամի վնաս։ Գողության փաստով իրավապահները արձանագրություն են կազմում, գողին բաց թողնում։ Տեսանկարահանող սարքերը ֆիքսել են գողության դեպքերը։ Խանութի սեփականատերը տեսանյութերը հանձնել է իրավապահներին, սակայն սայլը տեղից չի շարժվել։ Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է, 3 դրվագի հիման վրա նախաձեռնվել են 3 տարբեր քրեական վարույթներ։ Մեկ վարույթի շրջանակում անձն անգամ ձերբակալվել, սակայն անհասկանալի պատճառներով ազատ է արձակվել։ 4-րդ դրվագ գողությունը կատարվելուց հետո սեփականատերն ահազանգել է ոստիկանություն եւ քննիչներին։ Ոստիկանության նոր Նորքի բաժնից 2 ժամ հետո զանգում ասում են՝ եկեք հաղորդում տվեք։ Քննչականի քննիչներից մեկը Աբովյանի քննիչներից Ոմն Մարիամ ասում է՝ երկուշաբթի մի բան կանեմ, մյուսը Արաբկիրի բաժնի քննիչներից Ոմն Արմին է 10 օրով արձակուրդ է գնում։ Վերադարձից հետո կզբաղվի, իսկ երրորդն էլ Մաշտոցի բաժնի քննիչներից Ոմն Դավիթ ասում է՝ իմ վարույթով ես իրեն դեռ մեղադրանք չեմ առաջադրել։ Ցուցաբերված անլրջության պատճառով գողությունը կրկնվել է։ Ինչպես հրապարակին պատմում է խանութի սեփականատերը, գողացվածը բացառապես իգնայտ տեսակի էլեկտրական ծխախոտ է։ Վարույթ նախաձեռնվել է ամեն թաղամասում, որտեղ որ մեր տեղակայման վայրերն են խանութների, տվյալ բաժանմունքի քննիչները զբաղվել են, իրեն ձերբակալել է Աչափնյակի ոստիկանությունն է ձերբակալել, բայց Աչափնյակում փորձ էր կատարված մենակ ու փորձը բավարար չէ ձերբակալման համար։ Իրար հետ միգուցե չեն համագործակցել, բայց բաց թողելուց հետո մեզ թվում էր, որ արդեն ամեն ինչ կարգավորվի։ Վերջին մեկ ամսվա ընթացքում 4 գողություն է կատարվել, 2 գողության փորձ նույն անձի կատարմամբ։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, թե բացահայտել է էլեկտրական ծխախոտների գողությունները, մեկ անձ ձերբակալվել եւ ներկայացվել է քննչական կոմիտե։ Ավելի վաղ քննչականից հայտնել էին, որ էլեկտրական ծխախոտներ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնվել են մի քանի քրեական վարույթներ։ Ընկերությունը տուժող է ճանաչվել։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Տեսանյութերում անձի ինքնությունը պարզ երևում է, սակայն իրավապահները նրան կալանավորել չեն ցանկանում։